Պատկերացրեք, որ բժիշկը մարացնում է մահացու ծաղիկ հիվանդությամբ, վարակվածի վերքի կեղևը և ստացված փոշին փչում ուղիղ ձեր քթի մեջ։ Հնչում է որպես կենսաբանական հարձակում, բայց հին մետաքսե ճանապարհներին սա բժշկության վերջին խոսքն էր։ Առաջին ժամանակակից պատվաստանյութի հայտնագործումից դարեր առաջ մետաքսե ճանապարհի վաճառականներն ու բժիշկները կիրառում էին մի բարձր ռիսկային տեխնիկա, որը կոչվում էր վարիոլացիա։ Նրանք նկատել էին մի կարևոր օրինաչափություն. եթե մարդը վարակվում է ծաղկի թեթև տարբերակով, ապա նա ձեռք է բերում կայուն իմունիտետ ողջ կյանքի ընթացքում։ Իմունային համակարգն ակտիվացնելու համար նրանք վերցնում էին հիվանդի չորացած վերքերի կեղևները, մարացնում դրանք և ստացված փոշին փչում առողջ մարդու քթանցքերի մեջ կամ պարզապես քսում մաշկի քերծվածքներին։ Որոշ շրջանակներում սա հայտնի էր որպես տիկա մեթոդ։ Սա աներևակայելի վտանգավոր էր։ Եթե դեղաչափը չափազանց ուժեղ էր լինում, մարդը կարող էր վարակվել ծաղկի ծանր ձևով և մահանալ։ Բայց եթե մեթոդն աշխատում էր, դուք դառնում էիք անխոցելի։ Այս կենսական գիտելիքը մետաքսե ճանապարհով Չինաստանից և Հնդկաստանից հասավ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Ամերիկա, փրկելով միլիոնավոր կյանքեր։ Սա ևս մեկ ապացույց է, որ մետաքսե ճանապարհը պարզապես ապրանքների շուկա չէր։ Այն աշխարհի առաջին տեղեկատվական մայրուղին էր, որտեղ փոխանակվում էին գոյատևման համար անհրաժեշտ մեծագույն գաղտնիքները։ Իսկ դուք ինչ եք կարծում, կհամարձակվեիք փորձել այս կեղևի փոշի բուժումը, թե կնախընտրեիք ռիսկի դիմել։ Իսկ ինչ այլ զարմանալի փաստեր գիտեք մետաքսե ճանապարհի մասին։ Գրեք ձեր կարծիքները և մեկնաբանությունները ներքևում։